Հայ ու ադրբեջանցի պաշտոնյաները գնացել զննել ու գնահատել են երասխսադարակ երկաթուղու ընթացիկ վիճակը։ Տեղպիտանելիություն ունի երկաթուղին, որ մասնագետները հատուկ շինարարական տեխնիկան բերեն, տեղ հասցնեն ու վերականգնեն այն։ Թեպետ այս հարցի պատասխանը չկա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դեռ նախորդ շաբաթ տարածած հայտարարության մեջ, վարչապետը հայ-ադրբեջանական վերջին այս ուսումնասիրությանը հղում անելով նշեց, դեպի երկաթուղի քայլը հենց այն վերականգնելու համար էր։ Հակառակ դեպքում դա ուսումնասիրելու անհրաժեշտություն չէր լինի։ Հիմա ինչի համար կարող է բացվել երասխսադարակ երկաթուղին։ Տարբերակ 1 կարող է բացվել Հորադիս, Մեղրի, Նախճեվան, Սադարակ, Երասխ, Ախուրիկ, Թուրքիա, հաջորդը Երասխ, Մեղրի, Օրդուբադ, Հորադիս, Երասխ, ասենք Ջուլֆա, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն Նախճեվան։ Փաշինյանն այստեղ արձագանքում էր իշխանական падգամավորի այն հարցադրմանը, թե օրինակ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող թրիփը չի կարող անցնել միայն մեր տարածքով եւ ձգվել ընդամենը 43 կիլոմետր, ինչպես հայտարարված է, թող հասնի Երասխավան։ Վարչապետի հայտարարությունից փորձագետ վերլուծաբանները հասկանում են հետեւյալը. ըստ էության Փաշինյանն ասում է, թրիփը անցնելու է նաեւ Երասխսադարակ հատվածով։ Որը խնդիրը վերաբերում է միայն Զանգեզուրին, եւ ինչպես Տրամպետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ Զանգեզուրի միջանցքը կամ թրիփ, այսինքն դա ցույց տվեց, որ Զանգեզուրի միջանցքը թրիփը նույնն է հասնելու է միայն Հայաստանի ճանապարհով, այսինքն ինքը նշեց այդ կոնկրետ տարածքները, կոնկրետ բացատրի մեջ խոսքը վերաբերում է միայն Մեղրի տարածքի նախոչնդոտ ճանապարհը այդտեղ է լինելու, ոչ մի ուրիշ տեղ թրիփ չկա, դա միայն Սյունիքի մարզում է։ Ինքան հստակ է սևով սպիտակի վրա գրած ամեն ինչ, ամեն հնարավոր վերաբերելի եւ չվերաբերելի հատվածում մանրամասն նկարագրվում է, ոչ միայն հրճակվում է, թե ոնց է պահվելու Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, այլև որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ասում է, թե դա ոնց է դրսևորվելու գետնի վրա, որ չկա, նույնիսկ մանիպուլացնելու տեղ շատ չկա։ Ի վերջո էլ եմ ասում, սևով սպիտակի վրա գրված է, հրապարակված է, բոլորը կարող են կարդալ։ Հետաքրքրական է, որ ոչ մի փաստաթղթում, ոչ նախաստորագրված խաղաղության, ոչ Վաշինգտոնյան հռչակագրի, ոչ էլ նույնիսկ վերջերս Հայաստանի ու Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետների տարածած թրիփ նախագծի իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունում չկա եւ որևէ հիշատակում, թե օրինակ թրիփը հասնելու է նաեւ Երասխսադարակ։ Հենց վերջին հայտարարությունում Հայաստանի տարածքով տարանցիկ երթուղիներ, Ադրբեջանի հիմնական մասի կապ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ ձևակերպումները միայն կան եւ նշան այս բանաձևը տեղադիրքերը ապագայում հստակեցվելիք։ Ոչինչ չասող տեքստը, որտեղ առաջին հաղթացիան մեր գծը, սա պարտավորեցնող որևէ փաստաթուղթ չէ։ Եթե պարտավորեցնող փաստաթուղթ չէ, ապա դա հստակեցում չի պահանջում։ Ցանկացածը կարող է մեկնաբանել ցանկացած դեպի։ Այսուհանդերձ կառավարական տներից պնդում են, թե ընդհակառակը մտահոգություններ հենց իշխանությունն է ունեցել վերջին գործընթացները սկսել նախաձեռնել դրանք հասցեագրելու, փարատելու համար։ Ըստ էության անպատասխան հարց չթողնելու նպատակով միայն թե թրիփ երթուղում ու դրա վերաբերյալ հստակությունների կարիք ըստ մասնագետների դեռ շատ կա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։